Բարև ձեզ Meridian Expo կենտրոնում այս պահին տեղի է ունենում Skill մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված 5-րդ Career City Fest լավագույն գործադուների փառատոնը, որն իրականացվում է 5 սերունդ 1 ռիթմ խորագրով։ Եվ այս պահին թերթեմի տաղավարում մենք զրուցելու ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, ոստիկանության, անվտանգության եւ հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Պարոն Հարությունյան, այսօր Հայաստանի ոստիկանությունն անցնում է վերափոխման փուլ եւ եթե նկարագրենք ոչ թե ձևական, այլ հենց բովանդակային փոփոխությունները, ապա ինչն է իրականում փոխում եւ արդյոք այդ փոփոխությունները առավելապես վերաբերում են օրինակ տեխնոլոգիաներին ու գործընթացներին, թե աշխատանքային տրամաբանության, կադրային տրամաբանության մեջ են կատարվում։ Բարի, շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում ոստիկանության բարեփոխումների այս լայնածավալ գործընթացը սկսել է 2020 թվականին, երբ որ ընդունվեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը 2020-22 թվականներին եւ անկյունաքարային գործընթացը դա նոր բարեկային ծառայության ստեղծումն էր, որը իրականում դա ամբողջ բարեփոխումների հաջողության գրավականը կարող է լինել։ Եվ կարող եմ այսօր արդեն փաստել, որ բարեկային ծառայությունը կայացել է, իհարկե կան խնդիրներ, դա անդադար գործընթաց է բարելավելու, բայց մի բան կարող եմ արձանագրել, որ բարեկային ծառայությունը կայացել է եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հենց 2020 թվականից ոստիկանության կողքին է բարեփոխումների գործընթացին աջակցելու եւ 23 թվականից արդեն նախարարության հետ։ Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, տեսեք, կարևորը դա ունենալ մարդակենտրոն ծառայություն մատուցող ոստիկանություն։ Այս է ամենակարևորը, որը որ հենց դրված էր ռազմավարության հիմքում։ Ուզենայի նշել, որ կա նոր ռազմավարություն 24-26 թվականների, որը տրամաբանական շարունակությունն է, եւ այս գործընթացը գնում է առաջ։ Կարող եմ արձանագրել, որ արդեն ոստիկանությունը ունի ձևավորված 4 ծառայություն, բարեկային ծառայություն, քրեական ոստիկանություն, ոստիկանության գվարդիա եւ համայնքային ոստիկանություն։ Այսինքն բոլոր 4 ծառայությունները ձևավորված են եւ ներքին գործերի նախարարությունը միջազգային գործընկերների հետ համատեղ տանում են գործընթացը առաջ եւ բարեփոխումները շարունակվում են։ Եվ կարող եմ ասել, որ այն գաղափարախոսությունը, որը դրված էր հենքում, բարեփոխումները գնում են հենց այդ ուղղությամբ՝ ունենալ մարդակենտրոն քաղաքացիներին ծառայություն մատուցող ոստիկանություն։ Այսինքն տրանսֆորմացիան խորհրդային ժամանակների միլիցիայի գործելավոճից ոստիկանի դերի տրանսֆորմացիա դեպի ժամանակակից ծառայություն մատուցող կառույցի։ Այս է հիմնական գաղափարը։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ փոխվում է ոչ միայն համակարգը, այլև համակարգի ներսում գտնվող մարդը, ոստիկանը։ Այո, խաղի կանոնները իհարկե շատ կարևոր են ինստիտուտները, այն խաղի կանոնները, որ կձևավորվեն, բայց իմ կարծիքով էլ ավելի կարևոր են այն մարդիկ, ովքեր այդ խաղի կանոնները կյանքի են կոչելու, որովհետև դուք կարող եք թղթի վրա շատ լավ կանոններ գրել, բայց եթե դուք յուրաքանչյուր օղակում ամենաբարձրից մինչև ամենաներքևի օղակը չունենաք կարող ուժեր, այդ ամբողջ խաղի կանոնները կյանքի չեն կոչվի եւ այդ բարեփոխումները ուղղակի կմնան թղթի վրա։ Ոստիկանական համակարգը որպես առանձին ինստիտուտ, որքանով է համարվում գրավիչ գործատու։ Մենք առաջին տարին չէ, որ Career City Fest-ում տեսնում ենք մասնավոր սեկտորի կողքին նաև պետության ներկայացվածությունը։ Գրավիչ գործատու որպես ինչպես է հանդես գալիս ոստիկանությունը։ Արի, հետաքրքիր հարց եք տալի եւ շատ կարեւոր։ Տեսեք, գլոբալ առումով հանրային ու մասնավոր հատվածները կատաղի պայքար են մրում, ասենց ասեմ, սահմանափակ մարդկային ռեսուրսների համար, տաղանդների համար, լավագույն տաղանդների համար։ Եվ համաշխարհային տրենդ է, որ մասնավոր սեկտորը լինելով ավելի ճկուն, առաջին հայացքից ավելի գրավիչ ֆինանսական պայմաններ առաջարկող, իրանք հաղթում են։ Դա փաստ է։ Բայց հանրային սեկտորը նաև ունի իր առավելությունները։ Դա կայուն աշխատատեղին է, դա կայուն աշխատանքն է, ավելի ստաբիլ, սոցիալական լավ փաթեթով եւ ամենակարևորը հանրօգուտ աշխատանքն է, որ մարդիկ ուզում են կատարել, այսինքն յուրաքանչյուր անձի ընտրությունն է, գնա մասնավոր, թե գա հանրային սեկտոր, որը մեկը մյուսին փոխլրացնում են, այսինքն մասնավոր սեկտորը արտադրում է նյութական բարիքներ եւ ծառայություններ, հարկերի միջոցով, նաեւ ֆինանսավորվում է հանրային սեկտորը, որը արդեն հանրային բարիք է ապահովում, հարուցանը, մեկը մյուսին փոխլրացնում է եւ յուրաքանչյուրի ընտրությունն է կգնա մասնավոր, թե կգա
հարային սեկտոր։ Սա համաշխարհային տրենդ է եւ երկու ոլորտները պայքարում են, որպեսզի լավագույն կադրերին բերեն իրենց մոտ։ Մինչև ոստիկանության անցնել, ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ շատ անգամ հարային սեկտորը մուտքային աշխատավարձը ավելի բարձր է դնում, որպեսզի ներգրավի։ Բայց մասնավոր սեկտորում կարիերայի աճը եւ ֆինանսական բնականաբար շատ ավելի արագ է տեղի ունենում։ Եվ սա լուրջ խնդիր է։ Հիմա ասենք ոստիկանությունը։ Տեսեք, ոստիկանությունը իր էությամբ հարային ծառայություն հանդիսանալով ինքը ունի լուրջ առանձնահատկություն, սա ուժային կառույց է։ Եվ այստեղ ռիսկային գործոնը շատ մեծ է։ Դրա համար, եթե չլինի առաքելության գաղափարը, այն մարդկանց, ովքեր ուզում են գան ծառայեն ոստիկանությունում, ինչքան էլ նյութական պայմանները լավը լինեն, մենք այդ մարդկանց չենք կարող պահել։ Դրա համար հարօգուտ աշխատանքի, հասարակությանը ծառայելու, հանրային բարիք ստեղծելու այդ առաքելությունը յուրաքանչյուր ծառայողի մեջ պետք է լինի։ Բնականաբար, իր հերթին համակարգը պետք է լուրջ երաշխիքներ ապահովի, կայուն աշխատավարձ, պարգևատրումներ, թափանցիկ գործընթաց կատարողականի գնահատման, ինչը նաև հիմա պետք է ներդրվի ոստիկանի աշխատանքի կատարողականի գնահատականը, վերջերս նաև օրենսդրական փոփոխություն եղավ անպատասխան օրենքում։ Դրա համար այս գործընթացը պետք է շարունակվի եւ պետք է լինի կայուն եւ թափանցիկ։ Այն ոստիկանը, որը գալիս է ծառայելու, նա իր կարիերայի ճանապարհը պետք է տեսնի եւ կարիերայի առաջխնդացը պիտի լինի շատ, այսպես ասած, արդար եւ թափանցիկ։ Պարոն Հարությունյան, մենք խոսեցինք այս վերափոխումների հիմնական բովանդակության, առավելությունների, առանցքային կողմերի մասին, բայց հետաքրքիր է նաեւ խոսել այն մասին, թե որն է եղել այն ամենամեծ խոչընդոտը, որին որ բախվել եք այս փոփոխությունների ճանապարհին, դժվարությունը եւ նաեւ այս համատեքստում խոսենք ձեր կառույցի դերի մասին այս փոփոխությունների համատեքստում։ Շնորհակալ եմ։ Ինչպես ես նշեցի, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 2020 թվականից մասնակցում է ոստիկանության բարեփոխումներին եւ աջակցում է կառավարությանը, ոստիկանությանը, ներքին գործերի նախարարությանը։ Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում եւ իրականացրել ենք։ Այսօր մենք այստեղ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում եւ աջակցել ենք այս հրաշալի տաղավարի ստեղծմանը այստեղ ներքին գործերի նախարարության։ Ծրագիրը հիմնականում միտված է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխումներին, ինչը բերելու է ընդհանուր արդյունավետության բարձրացմանը ներքին գործերի նախարարության եւ երևի կասեմ, որ ամենամեծ բարդությունը, որ կա ընդհանրապես ուժային կառույցների տրանսֆորմացիայի, դա մտածելակերպի տրանսֆորմացիան է։ Այսինքն ամեն ինչ սկսվում է մտքից։ Որ երևի ամենադժվարն է փոխել մանավանդ ուժային կառույցներում, որոնք ունեն տրադիցիա, որոնք ունեն իներցիա, որը գալիս է հնուց, եւ վերտիկալ հիերարխիկ կառավարման համակարգ, հրաման։ Սա շատ դժվար է, երևի մեր ամենադժվար process-ը սա է, բայց ես պիտի նաեւ նշեմ, որ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում ներքին գործերի նախարարության հետ, հիրավի գործընկերային հարաբերություններ է եւ այդ մակարդակում մենք ունենք լիակատար համագործակցություն եւ լիակատար համաձայնություն։ Պարոն Հարությունյան, քաղաքացիները երբ իրենց մաշկի վրա կզգան այս փոփոխությունները, թե արդեն տեսնում են։ Ես կարծում եմ քաղաքացիները արդեն զգում են։ Իհարկե կան նաև դժգոհ քաղաքացիներ, որը բնական է։ Մեկ օրում Մոսկվան չի կառուցվել, ինչպես ասում են, եւ սա երկարատև process է։ Բայց եկեք մի բան արձանագրենք, որ դիցուք օրինակ բարեկային ծառայության մասով, ես լինելով խորհրդային միության ժամանակ մեծացած անձնավորություն, երբ որ կար ոստիկանության եւ հատկապես նաեւ գայի պրակտիկան, բոլորս գիտենք ոնց են գործել, երբ որ ես իմ ընկերներին հարցնում եմ, բարեկները ձեզ կանգնեցրել են, այո, կաշառք վերցրել են, ոչ, ասում եմ ուրեմն իմացեք արդեն համակարգը փոխվել է։ Այ կարևոր ինդիկատոր է սա, որ համակարգային կոռուպցիա չկա, ես կարող եմ դա արձանագրել, եւ ես գետ մեկ մարդու չեմ հանդիպել, ով կարող է ասել, որ ես, երբ որ ինձ բարեկը կանգնեցրել են, ամենատեպս ես չեմ հանդիպել, որ ինձնից կաշառք են վերցրել։ Իմ համար սա արդեն ցուցիչ է։ Բայց բնականաբար ճանապարհը երկար է, զարգանալու տեղ կա, բարեփոխումները շարունակվում են, բնականաբար կլինեն դժգոհություններ, բնականաբար համակարգը պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծի, որպեսզի ոչ բարեխիղճ ոստիկաններից կարողանան ազատվեն,
Դա նորմալ process է, ես ուղղակի պատկերավոր ասեմ, ոնց որ պատկերացեք կեղտո ջրով դույլ եւ որպես այդ ջուրը մաքրվի, երկու ճանապարհ ունենք։ Թափենք նոր ջուր լցնենք, բայց համակարգի մասով չենք կարող անել։ Կամ բարբերաբար Բարբերաբար պետք է թարմ ջուր լցնել, որպեսզի այդ ցիրկուլյացիան լինի եւ այդ ջուրը մաքրվի։ Ինչը նաեւ հիմա կատարվում է։ Մենք ես տարածի 3 մասնակցում էի նոր բարեկային ծառայության նոր ընդունելությանը եւ նոր կադրերի ներգրավմանը համակարգ։ Ես հանձնաժողովում եմ ներգրաված ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների, հասարակական կառույցների ներկայացուցիչների եւ հոգեբանի։ Սա լրիվ նոր ձևաչափ է, որը հենց 2020 թվականին է ձևավորվել, մինչև այդ նման բան չի եղել։ Նման ձևով ուժային կառույց ընդունելություն երբևիցե տեղի չի ունեցել եւ սա հնարավորություն է տալի, որպեսզի մենք զտենք եւ փորձենք հասարակությունից բերել լավագույններին, եթե կարելի է այդպես ասել, բայց ուղղակի ցավոք նաեւ պետք է ասեմ, որ ընդհանուր հասարակությունում մեր երիտասարդների կրթական ցենզը այդքան էլ բարձր չի, ցավոք սրտի, դրա համար մեր առջև բավականին բարդ խնդիր է դրված։ Այո։ Հուսանք կտեսնենք արդյունքները եւ Այո, ոնց որ ասում են, ճանապարհը հաղթահարում է գնացողը։ Պետք է անցնել այդ ճանապարհը եւ պետք է ձեռքերը չծալել եւ անդադար աշխատել։ շատ լավ, պարոն Հարությունյան, եւ ամփոփելով մեր զրույցը, խնդրում եմ ավարտեք միտքը։ Ժամանակակից ոստիկանը ոչ թե, այլ ժամանակակից ոստիկանը ոչ թե պատժող է, այլ օժանդակություն տրամադրող է։ Ես ուղղակի ստեղ ավելացնեմ, մենք վերջերս Իսպանիայում ենք գտնվում, իրենց փորձ ուսումնասիրելու, իրենց Գվարդիա Սիվիլի, քաղաքացիական գվարդիայի եւ մի ֆանտաստիկ բան ես ասացին, իրանց ոնց որ կարգախոսն է ոստիկանության, ասում է, երբ որ ոստիկանը մոտենում է քաղաքացուն, քաղաքացու խնդիրները պակասում են, ոչ թե ավելանում են։ Այ մեր խնդիրն է նաեւ, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ունենանք նման ոստիկանություն։ շնորհակալ եմ, պարոն։ Ես եմ շնորհակալ։